Միգուցե կա ինչ-որ բան, որ դուք պետք է իմանաք, միգուցե չեք տեսնում, սկի մտքներով չի անցնում։ Եկեք այստեղ նայեք, ես խառնեմ եւ հարցուղեք այն ինչ պետք է ես իմանամ, հենց ինչ պետք է ես ձեր անունը իմանամ։ Դուք մինչև այստեղ ես խառնեմ երկրորդ կալորդը, դուք արդեն հարցող եք, ինչ պետք է դուք իմանաք։ Նախորդ ասեմ, որ ռասկլադը ամեն մարդուն չի համընկնում, համարյա 80%-ին միշտ համընկել է։ Ահա, եւ այսպես տեսնենք, նախ ով եք դուք, արդյոք ձեր մասին է խոսքը, ով հարց ուղղել է։ Բավականին կոմունիկաբել տեղում չեք նստում, շուստրի բնավորության տերանձնավորություն, անընդհատ վազքերի մեջ եք շուշուտ հաց եք ուտում, շուշուտ աշխատում եք, անընդհատ վազքերի մեջ։ Անընդհատ հաղորդակցման մեջ։ Լավ տեսնենք այդ ինչ դուք պետք է իմանաք, հա։ Ինչ-որ բանի հետ է, որտեղ կոմպրոմիս կարող է չլինի։ Այսինքն բավականին ռեսուրսներով անձի հետ է, որտեղ որ կոմպրոմիս չկա, երրորդ մարդը անիմաստ այստեղ խառնվի, որովհետև այսպիսի մարդուն չես կարող հակառակը համոզել, այո, որովհետև պինկա պատզադաստ, հա, ստեղ մեծ, եթե հույսեր ունեիք, ստեղ բացառվում է, եկեք հարցնենք էլ ինչ պետք է դուք իմանաք, շատերի մոտ հնարավոր է այստեղ սիրո հետ կապ ունի, եթե մարդը ոչ ասե, հակառակը չեք համոզի, եթե հույս ունեիք, հա, այստեղ անձը ոչ այնքան լավ նորություն ունի ձեզ հայտնելու, իզուր հույս մի փայփայեք, էլ ինչ պետք է դուք իմանաք, որ ամուսնացած տղամարդը չի պատրաստվում ձեզ մոտ հետ գալ, որովհետև նա օգտվել է ձեր միամտությունից և դուք նրան չպետք է հավատայք, նրան ընդամենը հարմար է եղել ձեր հետ, էլ ինչ դուք պետք է իմանաք, որ նա ոչ մեկին լուրջ չի վերաբերվում և չի կատնվում երկար ժամանակ, որովհետև ունի կին, եկեք այսպես դնենք քարտը, էլ ինչ է նա ցանկանում ձեզ հաղորդել,